մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում, նվերներ ստանալ Հայաստանում։ Պարոն Կարապետյան, բարև ձեզ։ Բարև Ալեք ջան։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Ուժեղ, շնորհակալ եմ շատ։ Պարոն Կարապետյան, ինչպես եք վերաբերվում Իլհամ Ալիևի խորհրդական Հիքմետ Հաջիևի երեկվա արած հայտարարությանը, որ 300,000 ադրբեջանցի պահանջում են վերադառնալ հայրենիք, որպեսզի ապրեն արժանապատիվ։ Սրանով չի ստացվում, որ նրանք փաստում են, որ ունեն օրակարգում հարց 300,000 ադրբեջանցու վերադարձ Հայաստան։ Ինձ թվում է, իրեն շեֆը բարկացել է, քանի որ վերջին ժամանակներս ոնց որ փոքրիկ խմբակի ճտերը փորձեցին հրաժարվեն այդ մտքից, սկսեցին հայտարարություն անել, որ այդպիսի բան չկա, որ մենք մեզանից ենք դա ասում, դրա համար ինձ թվում է իրեն շեֆը բարկացել է, իր խորհրդականի միջոցով զգուշացրեց, որ խելոք մնացեք, ծեններդ կտրեք, դուք չեք որոշում, մենք ենք որոշում, դա առաջի զգուշացումն էր։ Ես անհանգստություն ունեմ, որ եթե շարունակեն հրաժարվել, նույնիսկ գործողություններ կլինեն։ Շատ քիչ ժամանակ է մնացել, մեր ժողովուրդը ասելու է իր խոսքը, մենք գալով իշխանության միանգամից այդ խոսույթը վերացնելու ենք, ինչքան էլ փորձեն հրաժարվեն, որ այդպիսի բան չկա։ Համենայն դեպս Փաշինյանը ես ինչպես տեսնում եմ չի հրաժարվում, 300,000 ադրբեջանցիներ արդեն պատրաստվում են ներխուժեն Հայաստան, հողատարածքներ առնելով, տներ առնելով, բոլորը արդեն գիտեն, որ իրենց համար ազատվում են գյուղեր, դպրոցներ, մանկապարտեզներ։ Հայաստանի չքնաղ բնությունը շատ է դուր եկել ադրբեջանցիներին և իրենց շեֆին։ Դրա համար մեր երկիրը մենք նորից ենք կրկնում լուրջ վտանգի տակ է, բայց ինչքան էլ իրենց դուրը գա, մենք օրենքներ ենք ընդունելու, արգելելու ենք ադրբեջանցիներին հողեր և տներ գնել Հայաստանում, նվերներ ստանալ Հայաստանում։ Պարոն Կարապետյան, այս վերջին օրերին հայ ժողովուրդը ապշած է դեռ վարչապետի պաշտոնը զբաղեցնող մարդու պահվածքից, այս լկտի պահվածքը հատկապես դրսևորվում է կանանց նկատմամբ, կարճ ասած հայ տղամարդուն ոչ վահել պահվածք է։ Ինչ եք կարծում, ինչու է նա կորցնում իր ինքնատիրապետումը և ինչով է դա պայմանավորված։ Դա պայմանավորված է առաջերտին դաստիարակությամբ։ Ես տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են գորշ գայլերը։ Միայն այդ դեպքում կարող են մարդիկ թույլ տալ իրենց այդպիսի պահվածք մեծերի նկատմամբ, կանանց նկատմամբ, նույնիսկ երեխաների նկատմամբ։ Մենք վերականգնելու ենք հայ կնոջ արժանապատիվ կերպարը։ Նույնիսկ ես վստահ եմ գալու է ժամանակ, որ հայ կինն է ղեկավարելու Հայաստանը։ Մեր ժողովուրդը հունիսի 7-ին պետք է իր խոսքը ասի այս ծանր երևույթների նկատմամբ։ Փաշինյանը վազվզելով փողոցներում հայտարարություններ է անում և ասում է, որ պետությունը մնալու է ձեր կոկորդին։ Ինչ կարծիք ունեք այս մասին։ Ավելի լավ է պետությունը մնա իմ կոկորդին, քան այս փոքրիկ խմբակը մնացել է 10 միլիոն հայության կոկորդին։ Եվ շատ շուտով ես վստահ եմ հայ ժողովուրդը իր կոկորդից դուրս է շպրտելու այս անիմաստ, անկարող, թույլ, հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց։ Տեսնելով այս ամենը, ճիշտն ասած ես փոշմանել եմ իմ առաջարկությունից։
իմ աշխատավարձ այդ 1 դրամը այլևս չեմ տալու վարչապետին։ Իրենք պետք է մնան անգործ, անաշխատանք, որ հիշեն իրենց անցյալը եւ իրենց տված վնասները մեր երկրին եւ մեր ժողովրդին։ Եվ դրա համար մեր ազգին պետք է համար 3 Անպայման։